Փաշինյանի կառավարության տարիները ինչպիսին են։ Փաշինյանի հետ ես գործ չունեմ, այմա։ Ժամանակին մենք քայլ արեցինք, որ ասենք ազատվենք հրեշներից, բայց փաստորեն ընկանք աղվես ձեռք, որ ով գլխին տալիս է խելոք լսում է էլի։ Շատ իմ կարծիքը դա է։ Ինքը միսուր այսօրվա դրությամբ Ադրբեջանը ինչ ուզում անում է, մենք ոչ մի բան չենք կարող անենք։ Դա փաստ է։ Տարածքները ուզեմ իր այդ գրաված այդ տարածքները հետ չի տալիս։ Մենք էլ խելոք նստած պերաշկի ուտելով, կարտոլ ուտելով բան ենք անում, ուզում ենք ընտրություն անցկացնենք։ Այդպես կլի բալա։ Չի ելեմ, էլի այդ ամեն ինչը չի ելեմ։ Չէ որ մենք էլ ուզում ենք մի քիչ լավ ապրենք, չենք կարող։ Դե ասում են խաղաղություն է, կրակոց չկա։ Խաղաղությունը գիտեք որ նա խաղաղությունը դա չի նշանակում, որ տերիտորիաներ հանձնենք։ Մենք սահման չունենք։ Մի սահման ունենք Թուրքիայի հետ, այդ Թուրքիան ինքը իրան զսպում է պահում։ Մենք սահման չունենք։ Ոչ Վրաստանի կողմից, ոչ Ադրբեջանի կողմից։ Սեղմում են Լենինից սկսած, Ստալինով վերջացրած, Բրեժնևով ու Խրուշչովով վերջացրած։ Գորբաչովն էլ ավելի վատացրեց իրավիճակը։ Դեռ ժամանակին Ռաֆին է ասել այդ ամեն ինչը, որ եթե հայ ազգից մեկը դժվարության մեջ է անգնում, ավելի հեշտ է դուրս գալիս, քան թե մի քանի հոգով խառնում են իրար։ Ռաֆին մեծ մարդ է, մեծ փիլիսոփա մարդ է։ Հովհաննես Թումանյանը նույն ձևի։ Շիրվանզադայի հետ այս ամբողջ տարածքը ձիերով դեկտեմբեր ամսին այն ցրտերին հասել են, ես եմ ուր որ քուրդերին ու թուրքերին, հայերին հասկացնել, որ քիչ է մնացել դիմացեք, բայց չհնար չելա։ Անդրանիկն ինքն է ասել, ասում է ես գնում եմ մի գյուղ ազատագրում եմ, 5 գյուղ քուրդն ու թուրքը գրավում է։ Ոնց կարելի է։ Մեր այս թուլությունն էլ ունենք մենք, որ ասենք, գիտեք ինչ, մեր ազգին, մեր ներկայացուցին չենք վստահում։ Շատ ձևի։ Եթե մեկ հոգի վստահում են, անպայման կողքից քանդող կա։ Փաշինյանը ասում է, որ ես ձեզ բոլորից սիրում եմ, բայց զուգահեռ հանդիպումների ժամանակ, երբ որ ընդդիմանում էին, ապիրից դուրս եկա։ Այդ գիտեք ինչ է, այդ թույլ ներվերից է։ Թույլ մարդ է ինքը, չի դիմանում։ Ինքը չի կարողանում իրան զսպի։ Թույլն է, մարդու թույլությունն է, թե հոգեբանորեն, թե ֆիզիկապես, թե ամեն դե այն որ սուտ բանանամ 100 կիլոմետր հեծանիվ քշեցի, այդ ինքը չքշեց է, այդ իր կողքին հազարավոր թիկնապահներ օգնեցին ինքը այդքան ճանապարհն անցավ։ Դե թող ինքը վեր կենա, գնա Երևան, մի հատ հեծանիվ նստի, իր տանից գնա իր աշխատատեղը, քանի կիլոմետր կարա գնա, կջարդեն, կփշրեն, կտրորեն կանցնեն։ Ինքս այդ ընտրությունը, իր աշխատակիցների ընտրությունը սխալ արեց։ Ինչքան թույլ մարդ կար, բոլորին նշանակեց, պաշտոններ տվեց, ու նրանք էլ նույն թույլությամբ շարունակեցին, մինչև այսօր։ Ոչ մեկը մի լավ բան չարեց։ Չեմ ասում ընդհանրապես լավ բան չեն արել, բայց ասենք այնքան չարեցին, որ ազգի վիճակը բարի լավ է։ Ուզում է վախացնի, ինքը թույլ մարդ է, ուզում է բառերով վախացնի ազգին, որ իրան էլի նորից ընտրեն, որ էլի սենց տապալվենք, արդեն Սևանն էլ հանձնենք, ես իմ չգիտեմ ինչ, ոնց որ ռուս ազգը Ղրիմը վերցրեց, Εμել Ուկրաինայի կեսն է ուզում վերցնի, ուզում են որ ես իմ չեմ կարող ասեմ, ինքը իր վախելով հանդերձ այդ ամեն ինչը սպառնեմ, Սերժն մի անգամ իրան հենց զգուշացեց, հենց միան է որ ես քեզ էլի մարտի 1 սարքեմ։ Այսինքն իրանք գուշ չունեն, իրանք այդ միլիցիա բարեկներ բան այդ ամեն ինչ ունեն, իրանք կարողանում են այսօր նրանց ասեն, այս պետք է անեք, անում են։ Նրանք առանց մտածելու, որ իրանց դեմին, իրանց քույրն է, իրանց մայրն է, իրանց եղբայրն է, իրանց գալիս է այդ դուբին կենցերին վախացնելով գնամ, կամ առաջա բացում են, որ ինքը գնա մի մսություններ անի, ես շատ գիտեմ, երեխա է գերկեմ, ծերուն ու կրծքին ինչ-որ բան է ամրացնեմ, չգիտես ինչ, դա բան ձև չի, դա ձև չի, պետք է ուղեղով աշխատես, ոտով ձեռով չտես աշխատի։ Հիմի ես համոզված եմ, որ ես բան չունեմ ասելու,
ահագին բարելավեց թոշակի, ասենք, ավելացումով, որ այս թոշակառուները արդեն լրիվ անվճար են իրանց բուժումները ընդունեն բան, այդ սաղ քայլեր էր։ Այն շախմատիստներ կան, բանը մեր հզոր շախմատիստները աշխարհում, որ Տիգրան Պետրոսյանը մի քայլ էր անում, մի ֆիգուր, մի ժերտվա էր տալիս, ասում են պետք է շատ մտածես, որ գտնես թե Տիգրան Պետրոսյանը խեյդ բանն արավ, ինքը այս ամեն ինչը թույլ քայլ էր անում, թույլ քայլ էր անում, եթե դու պետք է այս ամեն ինչը պետք է աներ, մի տարի առաջ դե աներ, այն որ դեկտեմբերին 3 միլիոն պատգամավորներին ճիշտ է հիմի հետո բացատրում են, որ կես միլիոն իրանց աշխատավարձներ, կես միլիոնը են մի կես միլիոնն էլ ինքը ավել տվեց, որ մնացածն է, այդ 3 միլիոնի կեսից հետո նորեն մնացածը չգիտես ինչ իրանց պարգևատրումն է։ Դու այդ թոշակառուին, որ ասում ես 10 դրամ պետք է ավելացնել, ասում ես ոնց, այդ ամեն ինչը, այդ խի բահմի ոնց, խի հիմի ոնց, հենց եկավ 2 ամիս մնաց իրանց ընտրություններին, հիմի ոնց։ Այն ժամանակ, որ իրանք ամբողջ կառավարության այդ անձնակազմը ինքնաթիռներով գնում են սաղ աշխարհը ֆռռում են, ամեն ինչ հնարավոր էր, բայց թոշակառուին զամբյուղը բարձրացնելը շատ դժվար էր։